Ըստ վիճակագրության 10 տարի առաջ հաշվառված էր ավելի քան 300 անչափահաս հանցագործ, այսօր նրանց թիվը հասնում է 20-ի։ Իրականացվող աշխատանքների արդյունքում թեև հաջողվել է հասնել հանցագործությունների թվի նվազեցմանը, այդուհանդերձ անելիքներն այդ ուղղությամբ դեռևս շատ են։ Որքան էլ զարմանալի է, բայց հանցագործ անչափահասների գերակշիռ մասը աղջիկներն են, որոնք զբաղվում են մանր գողությամբ։ Անչափահասների շրջանում ավելացել են սուր կտրող գործիքներ եւ դանակներ պահելու դեպքերը։ Հանցագործությունների տեսանկյունից խոցելի խմբում են հատկապես մուրացիկ երեխաները, որոնց շատ հաճախ այդ գործին մղում են մայրերը։ Ինչպես ցույց են տալիս մեր երկարատև աշխատանքը երկար տարիների, ուրեմն մուրացկանության դրդողները դրանք ծնողներն են, դրանք մայրերն են։ Հիմնական մասը մայրերն են։ Մեկ այս տարի նման այդպիսի նյութ ենք ունեցել, որտեղ էլի մայրն է եղել դրդողը։ Գիտեք, մենք հիմնականում աշխատում ենք այդ ընտանիքի հետ։ Մորը նախ եւ առաջ ներկայացնում սոցիալական ծառայություններ, որպեսզի աշխատանքի տեղավորվի, աշխատի, հնարավորինս անում ենք, որպեսզի երեխան մնա ընտանիքում, բայց ծնողներ չդրդի երեխային մուրացկանության։ Եթե այդպեսին հնարավոր չի լինում, երեխային տեղավորում ենք որոցիմի հաստատություն։ Որպես կանոն այդ երեխաները իբրև քաղաքացի ճիշտ չեն ձևավորվում, խնդիր, որի շտկման համար երկարատև աշխատանք է պահանջվում, երբեմն էլ ապարդյուն։ Հենց դա է պատճառը, որ հիմնականում հանցագործություններ են կատարում մուրացիկ թափառաշրջիկ երեխաները, ընդգծեց Նելի Դուրյանը։ Այս տարի մենք ներգրավման իդեպ 18 դեպք ունեցել ենք, որոնք քրեական պատասխանատվության են ենթարկվել չափահաս անձինք, որոնք ներգրավել են անչափահասներին այս կամ այլ հանցագործության մեջ։ Աճ է գրանցվել նաև անչափահասների նկատմամբ բռնությունների տեսանկյունից, նախորդ տարվա 110-ի փոխարեն արձանագրվել է 140 դեպք։ Դրանց տեսակները տարբեր են՝ ծեծ, մարմնական վնասվածք, ընդհուպ ամուսնության նպատակով առևանգման դեպքեր։ Ինչպես տեղեկացրեց ոստիկանության գնդապետը, առաջին տեղում են ֆիզիկական, երկրորդում սեռական բռնությունները։